Տերը թող օրհնե ձեզ։ Մեր նոր քարոզաշարքը վերնագրված է այսպես. հոգևոր աշխարհի որոմները։ Հոգևոր կյանքի որոմները։ Մեր Տեր Հիսուս խոսեց սրա մասին առակի ձևով, եւ ես էլ կուզեմ ձեզ համար ընթերցել այդ առակը։ Մատթեոս ավետարան 13-րդ գլուխ 24-ից 30 համարները։ Ուրիշ առակ մնալ առաջ բերավանոնց ու ըսավ. երկնքի թագավորությունը նմանեցավ մարդումը, որ իր արտին մեջ բարի սերմ ցանեց։ Երբ մարդիկ կքնանային, իր թշնամին եկավ ու ցորենին մեջ որոմ ցանեց ու գնաց։ Երբ խոտը բուսավ ու պտուղ բերավ, անկե հետո որոմն ալ երևցավ։ Ուստի տանտիրոջ ծառաները մոտեցան եւ իրեն ասին. Տեր, չէ որ դուն քո արտիդ մեջ բարի սերմ ցանել ես, ուրեմն որոմը որտեղից է։ Անիկա ասավ անոնց. թշնամի մարդ մրած է ատիկա։ Ծառաները իրեն ասին. հիմա կուզես որ երթանք զանոնք քաղենք։ Անալ ասավ. ոչ, չլա թե որոմը քաղած ատենիդ ցորենն ալ անոր հետ փրցնեք։ Թույլ տվեք որ երկուք տալ մեկ տեղ աճեն միջև հունցքի ատենը եւ հունցքի ատենը հնձողներուն պիտի ասեմ առաջ որոմը քաղեցեք խուրց կապեցեք այրելու համար իսկ ցորենը իմ ամբարս ժողվեցեք ամեն։ Հիսուսի խոսքերի մեջ Հիսուսի քարոզչության ոճաբանության մեջ առակ ասացությունը մեծ դեր է ունեցել։ Այն ժամանակաշրջանում այն ընդունված էր նաև հույն փիլիսոփաների մոտ։ Նրանք հաճախ էին իրենց ճշմարտությունը, իրենց խոհերը, խորհուրդները ավելի պարզեցնելու համար մարդկանց պատմում էին առակներ։ Տեր Հիսուս երկրավոր կյանքից օրինակներ էր բերում բացահայտելու համար երկնավորը։ Նա մարդկանց առօրյայից ամենօրվա զբաղմունքներից օրինակներ էր բերում մարդկանց բացահայտելու համար հոգևոր աշխարհի երկնավոր կյանքի ճշմարտությունները, որպեսզի այն ավելի հասանելի լիներ մարդկանց, ընկալելի լիներ։ Եթե մենք խոսենք այս առակի մասին այսօրվա լեզվով, մենք այն պետք է համեմատենք համակարգչի հետ։ Այն ժամանակ մարդկանց մեծամասնությունը զբաղվում էր գյուղատնտեսությամբ, հողագործությամբ եւ անասնապահությամբ։ Դրա համար Տեր Հիսուս հաճախ իր առակները վերցնում էր մարդկանց կյանքի այս բնագավառից։ Իսկ եթե այսօրվա ժամանակակից աշխարհի լեզվով խոսելու լինենք, մեր օրինակը կլինի համակարգիչը, որովհետև հիմա մարդկանց մեծամասնությունը իրենց տանը ունեն համակարգիչներ։ Եվ այսօրվա աշխարհը դժվար է պատկերացնել առանց համակարգչի։ Եվ նրանք ովքեր որ օգտվում են համակարգչից գիտեն, եթե իրենց համակարգիչը կապված է համացանցի հետ, հայերեն ինտերնետի հետ, համակարգիչն էլ կոմպյուտերն է։ Հայերեն։ Դուք ձեր համակարգչի մեջ ներբռնում եք հիմնականում ձեզ պիտանի օգտակար ծրագրեր։ Ձեզ համար կարևոր ինֆորմացիա, պետքական նկարներ, պետքական ինֆորմացիա։ Բայց քանի որ մեր համակարգիչը կապված է համացանցի հետ, շատ հաճախ համացանցից մեր համակարգիչը մուտք գործում տարբեր տեսակի բացիլներ,
Հայերեն ասած վիրուսներ։ Նրանք կամանց սկսում են իրենց վնասակար գործունեությունը ծավալել մեր համակարգչի մեջ։ Բույն են դնում թաքնված ֆայլերում, թաքնված անկյուններում եւ ժամանակի ընթացքում սկսում են իրենց ավերող գործունեությունը ծավալել։ Կամանց սկսում են դանդաղեցնել համակարգչի աշխատանքը եւ միջև իսկ հասնում է նրան, որ համակարգիչի աշխատանքը խափանվում է։ Աստծո պատկանող աշխարհը դա իր արքայությունն է։ Աստծո թագավորությունը։ Տեր Հիսուս եկավ աշխարհ Աստծո արքայությունը հիմնադրելու մարդկանց սրտերի մեջ, մարդկանց հոգիների մեջ։ Աստծո թագավորությունը դա Տիրոջի եկեղեցին է։ Տիրոջի եկեղեցին Աստծո արքայության տեսանելի երևույթական հայտնությունն է երկրի վրա։ Այնտեղ Աստված միայն բարի սերմեր է ցանել։ Բայց հոգևոր աշխարհի մեջ երբեմն տեսնում ենք, որ հայտնվում են այնպիսի երևույթներ, որոնք հարիր չեն Աստծո արքայությանը, որոնք վայել չեն քրիստոնյաներին։ Այնպիսի արարքներ, այնպիսի գործունեություն, այնպիսի մտքեր, խորհուրդներ, քայլեր, վարմունքներ կարող են իրենց թույլ տալ հավատացյալ մարդիկ, որ մարդ ապշում է, որտեղից սա հայտնվեց։ Ինչ գործ ունի սա, ինչ գործ ունի այս ամենը հոգևոր աշխարհի մեջ։ Հավատացյալ թե անհավատ ամեն մարդ ունի պատկերացում հոգևոր կյանքի վերաբերյալ կամ հոգևոր աշխարհի վերաբերյալ։ Անկամ անհավատ մարդիկ ակնկալում են հոգևոր աշխարհի մեջ մաքրություն, սրբություն։ Եվ յուրաքանչյուր որոմի հայտնություն հոգևոր կյանքի մեջ անընդունելի է։ Բայց արի ու տես, որ նրանք կան, նրանք գոյություն ունեն։ Քանի որ մեր աշխարհը կապված է համացանցի հետ, աշխարհի հետ։ Եվ աշխարհից ներթափանցում են հոգևոր աշխարհ, բացիլներ, վիրուսներ, որոնց մենք ուշադրություն չենք դարձնում։ Պետք եղած համակ ուշադրությունը չենք սևեռում դրանց վրա, եւ նրանք ներթափանցելով մեր կյանք, ներթափանցելով մեր եկեղեցիներ, ներթափանցելով մեր աշխարհը, սկսում են իրենց ավերիչ գործունեությունը ծավալել։ Առույգ, կայտար, սիրով լցված հավատացյալները սկսում են դանդաղել։ Ուրախ, փրկության ուրախություն իրենց սրտերի մեջ ունեցած հավատացյալները սկսում են տրտմել, դառնանալ։ Այն վասկը, որ առաջ ունեիր Աստծո համար, սկսում է դանդաղել, միջև անգամ խափանվել։ Որտեղից այս ամենը։ Որտեղից մուտք գործեց այն։ Հոգևոր աշխարհի որոմները կամ հոգևոր աշխարհի բացիլները, սա է մեր քարոզաշարքի նյութը։ Չգիտեմ որքան այն կտևի, բայց մենք կփորձենք հիմնականում խոսել այն երևույթների մասին կամ այն որոմների մասին, որոնք ավելի տարածված են մեր տարածաշրջանի մեջ կամ մեր հոգևոր շրջանակներում։ Այդ բացիլները, եթե թվարկենք, նրանք անհամար են, որովհետև սատանան շարունակ նորանոր տեսակի վիրուսներ է հայտնաբերում, ստեղծում, որպեսզի ավիրեն մեր համակարգիչները, մեր կյանքերը։ Ինչպես է այն մուտք գործում։ Ինչն է օգտագործում չարը, որպեսզի իր վիրուսները, իր բացիլները ներարկի մեր մեջ, մեր աշխարհ։ Երկու բան։ Առաջին,
մարդու մեղսավոր բնույթը, մարդու մեղանչական տեսակը, մեղանչող բնույթը, մեր մեղանչական բնույթը, մեղսավոր բնույթը ունի համապատասխան հող, համապատասխան պայմաններ, որպեսզի այնտեղ բացիլները, ներարկված բացիլները, ուղարկված բացիլները կարողանան զարգանալ եւ չար պտուղ տալ։ Պողոս Արաքյալն ասում է Հռոմեացիս նամակի մեջ 7-րդ գլխում 18-ից 21-րդ համարներում Քանզի գիտեմ, որ իմ ներսդիս, այսինքն իմ մարմնի մեջ բարի բան մը չի բնակիր, վասնզի կամեցողությունը կա քովս, բայց բարին ի գործ դնել չեմ կրնար։ Քանզի ոչ թե բարին, որ կուզեմ զայն կնեմ, հապա չարը, որ չեմ ուզեր, զայն կնեմ։ Իսկ եթե չուզածս բանը կնեմ, ալ ոչ թե ես կնեմ, զանիկա, հապա մեղքը, որ իմ ներսդիս բնակած է, ուստի ես կգտնեմ օրենք մը, որ երբ բարին ընելը կամենամ, չարը իմ քովս կլա։ Բարին գործելու ցանկությունը կա ամեն մեկ քրիստոնյայի մեջ, ամեն մեկ հավատացյալ մարդու մեջ։ Սակայն ամեն անգամ, երբ որ բարին ես ցանկանում անել, ներսդ կարծեմ, թե աշխատող մի ինչ-որ օրգանիզմ կա, որը շարունակ փորձում է ջանք է անում չարը վերարտադրել, չար գործ անել։ Գիտակցությունը ունես, սակայն ուժը չունես բարին ի գործ դնելու։ Բայց չարը արարելու համար, չարը ի գործ դնելու համար ջանք չի պահանջվում քեզանից։ Այն կարծես բնական պտուղդ լինի, որովհետև մարդ արարածը ունի մեղանչական բնույթ։ Մարդկային կյանքը պարարտ հող է բացիլների զարգացման համար, պարարտ հող է որոմների աճի համար, մոլախոտի համար։ Եվ չարը սա շատ լավ գիտի, ավելի լավ քան թե մենք։ Նա գիտի մեր մեղավոր բնույթը։ Նա գիտի, որ ամեն մարդ հակված է մեղ գործելու։ Եվ նա շարունակ ջանք է անում, որպեսզի այնտեղ սերմանի չար սերմեր։ Մենք չենք էլ գիտակցում։ Մենք անգիտակցաբար կարող է մեր աչքերը սևեռենք մի պատկերի վրա, մի բանի վրա, առանց մտածելու, որ դա դիտելով, դրա մասին խորելով, դու թույլ ես տալիս, որպեսզի քո մեջ չարը սերմանի իր չար սերմը եւ քո մեջ ծնի ցանկություն մեղքի հանդեպ։ Հետո հարց է առաջանում, այս ամեն ինչը ինչպես հայտնվեց իմ կյանքում։ Չէ՞ որ ես ժամանակին նվիրված քրիստոնյա էի, Տիրոջը սիրող հավատացյալ մեկն է, ինչպես եմ հիմա այնպիսի արարքներ գործում, որ հարիր չէ իմ քրիստոնյական կոչումից, իմ կերպարից։ Պողոս Արաքյալը Կորինթացիների եկեղեցուն ասում է, ձեր մեջ այնպիսի երևույթներ կան, այնպիսի մեղքեր կան, որ անգամ աշխարհիկ մարդիկ չունեն, անգամ աշխարհիկ մարդիկ այդպիսի բաներ չեն անում։ Եվ թվարկում է, ես չէի ցանկանա դա հիմա բարձրաձայնեի։ Ծննդոց գրքում երրորդ գլուխ 17-ից 19-րդ համարներում Տիրոջ խոսքն ասում է. «Եվ Ադամին ըսավ, որովհետև դուն քո կնոջդ խոսքը մտի կրիր, եւ այն ծառեն կերալ, որ ունամար պատվիրեցի քեզ, ըսելով չուտես անկե, երկիրը քո պատճառովդ անիծյալ ըլլա, կյանքիդ բոլոր օրերուն մեջ նեղությունով ուտես անիկա, եւ փուշ ու տատասկ բուսցնե քեզ, ու դաշտին խոտը ուտես, երեսիդ քրտինքովը ուտես քո հացդ միջև գետին դառնալը ուրկե առնվեցար, քանզի հող էիր դուն եւ հողին պիտի դառնաս»։
Երբ որ Ադամը մեղք գործեց, Աստված անիծեց հողը, երկիրը։ Հողը անիծեց եւ ասաց. այդ երկիրը, այդ հողը քեզ համար փուշ եւ տատասկ պետք է բուսցնե եւ քո հացդ քրտինքով, տանջանքով, տառապանքով պիտի քաղես այնտեղից։ Կարիք չունես ջանք անելու, որպեսզի հողը փուշ եւ տատասկ տա։ Այն նրա բնական բույսն է դառնում։ Առանց ջանքի այն գլուխ է բարձրացնելու, բայց եթե ուզում ես հասկ տա, ցորեն տա, միրգ տա, բանջարեղեն տա, պտուղ տա, դրա համար քրտինք պետք է թափես, տանջվես, չարչարվես, մաքրես քարերից, հերկես, ցանես, ջրես, մոլախոտերը հավաքես, կարկուտից պահես, ցրտից պահես, պարսպապատես, ցանկապատես, տարբեր միջոցներով, որպեսզի այն պտուղ տա։ Եկեք չմոռանանք, որ այդ անիծված հողից ենք պատրաստված մենք։ Այդ հողից մասնիկ կա մեր մեջ։ Դրա համար էլ այստեղից, որպեսզի Աստծուն ցանկալի պտուղը ծնվի, ջանք եւ եռանդ է պետք։ Չարը գիտե, որ այս հողը նպաստավոր պայմաններ ունի իր սերմերի համար։ Եթե դու գիտես, որպես հողագործ, որ այս հողը պտղաբեր է, սերմդ այնտեղ չես ցանի։ Չարն էլ լավ գիտե, որ այս հողը իր համար, իր պտուղի համար հարմար տեղ է։ Բնականաբար իր սերմը ուր պետք է ցանե։ Այստեղ պետք է ցանի։ Չարը սա է օգտագործում, մեր մեղսավոր բնույթը։ Եվ մենք պետք է շատ լավ գիտակցենք ու թույլ չտանք, որպեսզի այս հողի մեջ, որպեսզի այս կյանքի մեջ տարբեր սերմեր ցանվեն։ Եվ Աստծո սերմը, եւ չարի սերմը։ Հետաքրքիր մի պատվեր ունի Աստված երկրորդ օրինաց գրքում։ Շատ զարմանալի մի պատվեր է, որ ցանկանում եմ ձեզ համար ընթերցել այն։ Երկրորդ օրինաց 22:9-ից 11։ Տեսեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Այգիիդ մեջ այլևայլ սերմեր մի ցանիր, որպեսզի ցանած սերմիդ արդյունքը ու այգիիդ բերքը չփխծվի։ Եզմը ու էշմը մեկտեղ երկիրը հերկելու մի գործածեր։ Բուրթով ու քթանով գործված այլախառն հանդերձ մի հագնիր։ Նախ Աստված ասում է այգիիդ մեջ այլևայլ սերմեր մի ցանիր։ Այլախառն սերմեր մի ցանիր, որպեսզի չվնասեն իրար, չփխծվի այգիդ։ Իրար կողքի մի ցանիր երկու տարբեր սերմեր, դրանք իրար կխեղտեն, իրար վնաս կտան։ Նաև ասում է հողը հերկելուց եզն ու էշը իրար մի լծիր։ Օտարախառն լծակից մի եղիր։ Տարբեր կենդանիներ մի կապիր իրար կողք, վնաս կտան մեկը մյուսին։ Մեկը արագավազ է, մեկը դանդաղ, մեկը ուժեղ է, մյուսը թույլ։ Տեսակները տարբեր են, նրանք չեն կարող իրար հետ մերձանալ։ Հողդ չի հերկվի։ Հագուստդ, շապիկդ, բուրթով եւ քթանով մի գործիր, մի խառնիր իրար կտորները։ Մեկը ամուր է, մյուսը թույլ, մեկը բնական է, մյուսը արհեստական,
պատրվելու են։ Աստված չի ընդունում խառը վիճակները։ Աստված մերժում է խառը վիճակները։ Աստված մերժում է երկու աշխարհների միասնությունը, հոգևոր աշխարհի եւ մեղավոր աշխարհի միասնությունը Աստված մերժում է։ Հոգևոր կյանքն ու աշխարհիկ կյանքը միասին չես կարող կապել։ Երկու տարբեր սերմեր իրար չես կարող ցանել։ Երկու տարբեր կյանքեր չես կարող ապրել։ Չես կարող երկու տեսակի հավատացյալ լինել, երկու տեսակի քրիստոնյա լինել, երկու տեսակի մարդ լինել։ Չես կարող, սա կեղծիք է, սա չի ընդունում Աստված, եւ սրա վնասը ինքդ ես առաջինը քաշելու։ Այսօրվա մարդիկ, քրիստոնյա մարդիկ, հավատացյալ մարդիկ մեծամասնությունը փորձում է գտնել այն ոսկե միջինը, որտեղ կարող են եւ հաճելի լինել Աստծո համար եւ հաճելի լինել աշխարհի համար, որտեղ կարող են եւ վայելել Աստծո օրհնությունները եւ վայելել աշխարհի կյանքը։ Մեջտեղը ինչ որ մի ճանապարհ են գտել ու իրենց թվում է թե Պահլևանի նման կարող են այսպես քայլել, ոչ շատ ձախ գնալ, ոչ շատ աջ գնալ, որպեսզի չընկնեն իրենց կարծիքով, չխորանան։ Մեջտեղ ճանապարհ։ Աստված չի ընդունում մեջտեղի ճանապարհը։ Աստված չի ընդունում գոլ վիճակները, գաղջ վիճակները չի ընդունում։ Դրա համար Տեր Հիսուսն ասաց կամ տաք եղիր, կամ սառը, բայց ոչ գաղջ, որովհետև ասաց բերանիս միջից պետք է փսխեմ քեզ, դուրս անեմ, դա հաճ է այն ինձ։ Խառը վիճակներ տաքի ու սառի խառնուրդը պետք չէ Աստծուն։ Թե որ խմում եք երասնելուց հետո, եթե ուզում եք պաղեցնել, չեք գնում ծորակի ջուրը բացում մեջը լցնում։ Խառը վիճակ է այն, հաճելի չի լինելու, դա հաճ է լինելու։ Նույնպես եւ հոգևոր կյանքում, հավատքի կյանքում։ Այս դաշտի մեջ չարն ամեն կերպ փորձելու է ուրիշ սերմել ցանելու։ Բայց դու չպետք է այն հանդուրժես։ Դու այն չպետք է ընդունես, այն չպետք է նորմալ համարես։ Չպետք է երկու տեսակի կյանք ապրես։ Դրա համար Աստված կարևորում է սրբությունը։ Սրբություն չի նշանակում կատարելություն։ Սրբություն նշանակում է առանձնացված, զատված մեկ բանի համար, Աստծո համար։ Քո տկարություններով հանդերձ, քո խնդիրներով հանդերձ, քո հույզերով հանդերձ, բայց զատված Աստծո համար։ Ով որ ես, վիրավոր ես, ընկած ես, թույլ ես, տկար ես, բայց Աստծո համար։ Մի փորձիր երբեք գտնել այդ բալանսը աշխարհի եւ հոգեվոր կյանքի միջև։ Մի փորձիր երբեք երկու տեղից էլ օգտվել։ Սա իմաստություն չէ, սա առաջին հայացքից է իմաստություն թվում, բայց այն կործանարար հետևանքներ կարող է ունենալ 100%։ Հիսուսն ասաց, մարդ չի կարող երկու տիրոջ ծառայել, եւ Աստծո եւ մամոնայի։ Չես կարող, մեկին պետք է սիրես, մյուսը ատես, կամ հակառակը։ Չես կարող գալ Աստծո մոտ եւ Աստծուն գովել քեզ եւ գնաս աշխարհ եւ աշխարհը գովել քեզ։ Չես կարող ծառայեցնել սա եւ Աստծո համար եւ աշխարհի համար։ Դու կարող ես սա ամբողջությամբ ծառայեցնես Աստծո համար եւ Աստված ամեն ինչ պիտի ծառայեցնի քեզ համար։ Որովհետև Տերն ասաց նախ խնդրեցեք ու փնտրեցեք երկնքի արքայությունը եւ նրա արդարությունը եւ մնացած բոլոր բաները ձեզ պիտի տրվի։ Կյանքդ էլ պիտի օրհնի, աշխատանքդ էլ պիտի օրհնի, տունդ էլ պետք է օրհնե, զավակներդ էլ պիտի օրհնե։ Ամեն ինչդ Աստված պիտի օրհնե, եթե դու ամբողջությամբ նվիրվեցիր իրեն, եթե ամբողջությամբ տրվեցիր իրեն, եթե քո դաշտի մեջ մեկ տեսակի սերմ է ցանված, այն է Աստծո սերմը։ Աստծոնը պատկանողը, Աստծո զավակը աշխարհի սերմից, աշխարհի պտուղից չի կարող կշտանալ։ Այն վնասակար է։ Այն Աստված պատրաստել է կենդանական աշխարհի համար, բայց ոչ քեզ համար։ Բայց եթե դու սկսես կենդանիների կերակուրը ուտել, վիտամինների պակասից պիտի մեռնես։ Վարակներից պիտի մեռնես։ Հիվանդություններից պետք է ոչնչանաս։ Երկրորդ, Սատանան օգտագործում է, առաջինն ասացինք մարդու մեղսավոր բնույթը, երկրորդ հավատացյալի քունը։ Հավատացյալ մարդու քնած վիճակը։
Մեր կարդացած հատվածում 25-րդ համարն ասում է. երբ մարդիկ կքնանային, իր թշնամին եկավ ու ցորենին մեջ որոմ ցանեց եւ գնաց։ Երբ մարդիկ քնած էին, անուշադիր էին, իրենց երազների մեջ էին, Սատանան եկավ եւ սերմացանեց։ Համակարգիչների մեջ, որպեսզի այն անվտանգ լինի, տեղադրվում է անտիվիրուս ծրագիրը։ Տարբեր ընկերություններ կան, որոնք արտադրում են հակաբացիլային կամ անտիվիրուս ծրագրեր, որոնք անպայման պետք է տեղադրես քո համակարգչի մեջ։ Եթե ուզում ես համակարգիչդ առողջ մնա, սակայն քանի որ ժամանակի ընթացքում այդ բացիլներ, վիրուսներ ստեղծող հակերները կամ ընկերությունները շարունակ նորանոր տեսակի նոր տեսակի վիրուսներ են արտադրում, մեր անտիվիրուս ծրագրերը պետք է շարունակ թարմացվեն։ Refresh, обновление։ Տարբեր համակարգիչների մեջ տարբեր լեզուներով է։ Ինչպես սկզբում ասացի, իմ շատ հզոր համակարգիչը մոտավորապես 2 տարի, 1.5 տարի այդպես, շարունակ երբ որ միացնում է համակարգիչս, առաջին էջին երևում էր անտիվիրուսի ծրագիրը, որ ինձանից պահանջում էր թարմացում, ծրագրի թարմացում։ Բայց որպեսզի ծրագիրը թարմացնի, այնտեղ կոճակ կա, պետք է սեղմես, այո պետք է սեղմես, եւ հետո սպասես, մինչեւ նա աշխատի, թարմանա, բայց ես միշտ սեղմում էի ուրիշ մի կոճակ, որ ասում է ոչ հիմա։ Այդ առաջին էջիցս գնում էր եւ նորմալ աշխատում էի։ Բայց ես չէի նկատում, որ իմ հզոր կոմպյուտերը, հզոր համակարգիչը ժամանակի ընթացքում սկսեց դանդաղել, մինչև այնպես դանդաղ էր աշխատում, կարծես թե Pentium 2 էր։ Եվ եղավ մի պահ, որ համարյա աշխատանքը խափանվեց։ Ինչու՞։ Որովհետև չէի թարմացնում անտիվիրուսը։ Ես չեմ թարմացնում, բայց վիրուս ուղարկողները ամեն օր նոր վիրուսներ են թարմացնում։ Չարը ամեն օր նոր վարարքներ է ներմուծում մեր կյանք։ Ամեն օր նա նոր վարակներ է հորինում, նոր վիրուսներ է հորինում, նոր միջոցներ է մտածում ավիրելու համար, քանդելու համար, կործանելու համար մեր կյանքը, մեր հավատը, մեր վստահությունը Աստծո հանդեպ։ Մենք գիտակցում ենք դա, բայց ինչ պատճառներով շարունակ սեղմում ենք ոչ հիմա կոճակը։ Մենք գիտենք, որ կարիք կա աղոթքի, բայց ասում ենք ոչ հիմա։ Մենք գիտենք, որ պետք է ընկնենք Աստծո ոտքերի առաջ, բայց ասում ենք ոչ հիմա։ Մենք գիտենք, որ Աստված ուզում է ինձ հետ խոսել իր խոսքի միջոցով, բայց ես ասում եմ ոչ հիմա, ուրիշ բաներով եմ զբաղվում։ Միշտ կարևոր զբաղմունքներ գտնում ենք ասելու համար ոչ հիմա։ Մենք գիտենք, որ Աստված ամեն կիրակի մեզ հետ հանդիպում է ուզում ունենալ իր եկեղեցու մեջ, իր տաճարի մեջ։ Ոչ թե ուղղակի այցել ենք այնքան, որ մեր խիղճը մի քիչ հանգստացնելու համար, այլ
Աստծո ջրով, որը իր խոսքը, որ պետք է գա, թափվի մեր վրա ու մեզ լվանա, մաքրի, բոլոր տեսակի ախտերից, վիրուսներից լվա մեզ։ Մենք ունենք այդ գիտակցությունը, բայց սեղմում ենք միշտ ոչ հիմա, not now կոճակը։ Եվ վիրուսները իրենց կործանարար գործն են անում։ Եվ ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ առողջ, պայծառ, կայտառ քրիստոնյան դանդաղում է, կամանց կորցնում է իր ուրախությունը։ Դրա համար Տեր Հիսուս Եփեսոսի եկեղեցուն ուղված նամակի մեջ ասում է. քո առաջվա սերը թողել ես։ Ուստի հիշիր որտեղից ընկար, ապաշխարիր։ Հավատացյալ մարդկանց մեջ ժամանակի ընթացքում մի հատկություն է հայտնվում, մարդը ձեռքը բերում մի հատկություն, որ է ինքնավստահություն։ Վստահություն սեփական ուժերի, սեփական գիտելիքների, սեփական փորձառության վրա։ Աշխարհիկ կյանքում սա շատ լավ բան է։ Ունենալ ինքնավստահություն, բայց ոչ հոգևոր աշխարհում, որովհետև մեր մարդկային ուժերով, մեր մարդկային գիտելիքներով, մեր մարդկային փորձառությամբ մենք չենք կարող պայքարել, հակադրել այն վիրուսներին, որը որ շարունակ թարմացվում է չարի կողմից։ Հոգևոր աշխարհում, անտեսանելի աշխարհում, դիվային աշխարհում չարի ինստիտուտները ինչ նոր փորձություններ են հորինում, դրա մասին ոչ ես եմ տեղյակ, ոչ դու։ Այդպես չէ։ Բայց միայն մեկ հոգի կա, որ գիտե դրա մասին, եւ այն է Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին գիտե ինչ նոր ծրագրեր ունի կործանարար չարը եւ իր աստվածային իմաստությամբ նա գիտե դրան հակազդելու ձևերը։ Եվ մեզ հարկավոր է շարունակ լեցվել Սուրբ Հոգով, շարունակ թարմացվել նրանով, շարունակ նրա երեսը փնտրել, շարունակ մեր հարաբերությունները թարմացնել, refresh անել, որպեսզի անտիվիրուս ծրագիրը մեր մեջ լավ աշխատի, որ անմիջապես բռնի վիրուսները, անմիջապես ու թույլ չտա, որ այն ներթափանցի մեր կյանք ու կործանի մեզ։ Բայց մենք վստահում ենք մեր ուժերին, մեր փորձառությանը, մեր գիտությանը, կարծում ենք, որ մենք շատ լավ կարողանում ենք տարանջատել, քանի որ նախկինում ունեցել ենք այդպիսի փորձառություններ։ Տեսեք ինչ տեղի ունեցավ Հիսուսի աշակերտների հետ։ Մատթեոս ավետարան 26-րդ գլուխ 31-ից 35 համարներ, հետո 40-ից 41 եւ վերջում 56-րդ համարը։ Մատթեոս 26, 31-ից 35։ Այն ատեն Հիսուսը սավ անոնց. դուք ամենքդ այս գիշեր իմ վրայով պիտի գայթակղիք, վասնզի գրված է, թե հովիվը պիտի զարնեմ ու հոտին ոչխարները պիտի ցրվեն։ Բայց հարություն առնելես հետո ձեզ մի առաջ Գալիլեա պիտի երթամ։ Պատասխան տվավ Պետրոս ու ըսավ անոր. թեպետ ամենքն ալ քո վրայովդ գայթակղվեն, ես բնավ պիտի չգայթակղվեմ։ Հիսուսը ըսավ անոր. ճշմարիտ կսեմ քեզի, այս գիշեր դեռ հավը չխոսած 3 անգամ ինձ պիտի ուրանաս։ Պետրոսը ըսավ անոր. թեև քեզ հետ մեռնելու ըլամ, բնավ քեզի պիտի չուրանամ, այսպես կսեին նաև բոլոր աշակերտները։ Հիսուս ասում է, սատանան հովին խփելու է, հարվածելու է, որովհետեւ հոտը ցրվի։ Պետրոսը վստահելով իր սեփական ուժերին, վստահելով իր ցանկություններին, իր գիտելիքներին, իր ճանաչողության մակարդակին,
իր հավատքի չափին ասում է, ամեն մարդ իր հավատքն ունի, այս իմ հավատքի չափն է, ու ես իմ հավատի չափով ասում եմ քեզ, որ անհնար է, թեև բոլորն էլ քեզ լքեն, ես չեմ լքելու քեզ։ Իսկ Հիսուսն ասում է նրան, նոր վիրուս է դուրս եկել, որի մասին դու տեղյակ չես։ Ու ակլորը, ակաղաղը դեռ չկանչած 3 անգամ ինձ պիտի ուրանաս։ Պետրոսն ասում է, քեզ հետ պատրաստ եմ գնալու բանտ եւ միջև մահ։ Եվ ասում է, այդպես էին ասում բոլորը։ Լավ, տեսեք ինչ է տեղի ունենում։ 40-41-րդ համարները։ Երբ եկավ աշակերտներուն, Զանոն քնացած գտավ եւ ըսավ Պետրոսին. այսպես մեկ ժամ ալ չկրծակ ինձի հետ արթուն կենալ, արթուն կեցեք եւ աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չմտնեք, հոգին հոժար է, բայց մարմինը տկար։ Ձեզ չեմ ասում, գնացեք բանտ եւ մահ ինձ համար, բայց ես ձեզ ավելի փոքր բան եմ ասում, ավելի հեշտ բան եմ ասում, արթուն մնացեք եւ աղոթք արեք։ 3 անգամ ասած, 3 անգամ էլ նույն արդյունքը տեսավ։ Եկավ եւ տեսավ, որ քնած են։ Խոսում են մեծ բաներից, չեն կարողանում պահել փոքր բաները։ Մեծ կռիվներից, մեծ պատերազմներից են խոսում, բայց չեն կարողանում կռիվ տալ սեփական քնի դեմ։ Սուրն առնում է, որպեսզի ելնի քահանաների զինվորների դեմ, սուրն առնում է, որպեսզի ելնի հռոմեացի զինվորների դեմ, բայց սուրը չի առնում սեփական ծուլության դեմ։ Սուրը չի առնում սեփական քնի դեմ։ Սուրը չի առնում սեփական անտարբերության դեմ, անհնազանդության դեմ։ Եվ արդյունքում ինչ է լինում։ Կարդում ենք 56-րդ համարում։ Բայց այս ամեն բաները եղան, որպեսզի կատարվի մարգարեներուն գրքերը, այն ատեն բոլոր աշակերտները թողեցին զանիկա ու փախան։ Բոլորն էլ թողեցին ու փախան։ Որովհետև նոր վիրուս էր դուրս եկել, նրանք իրենց նախկին ցանկությունների վրա հիմնվելով, նախկին ուժերի վրա հիմնվելով կարծում են, որ կարող են պատերազմել, հաղթել, քեզ հետ կգանք միջև բանտ, միջև մահ, Տերն ասում է, նոր վիրուս է դուրս եկել, թարմացում է ձեզ պետք, ուստի մի քնեք, խնդիր կա, աղոթք արեք։ Չաղոթեցին, արդյունքը ինչ եղավ։ Բոլորն էլ թողեցին ու փախան։ Դու ասում ես մեծ բաների եմ պատրաստ, Աստված ասում է այս փոքրն արա։ Դու ուզում ես մեծ բաներ անել, Աստված քեզ ասում է փոքրն արա։ Որովհետև քչի մեջ հավատարիմ եղողին շատը պետք է տրվի։ Մեկը եթե փոքրի մեջ հավատարիմ չեղավ, շատի հետ ինչպես պիտի վարվի։ Ուրեմն արթնություն նշանակում է շարունակ թարմացում, հարաբերությունների թարմացում, Աստծո հետ ունեցած հարաբերությունների թարմացում, ամեն օր, ամեն վայրկյան, որքան շատ հարաբերությունները թարմ պահես, այնքան առողջ կլինես, այնքան ձերբազատված կլինես, տարբեր տեսակի որոմներից, վնասակար որոմներից, իսկ երբ որ արթուն չես, որոմը փաթաթվում է քեզ։ Մի կարծեք, որ եթե Աստված թույլ չտվեց, որ իր հրեշտակները, որոմները հանեն իր արքայությունից, իր աշխարից, մի կարծեք, որ Աստված հանդուրժում է որոմի ներկայությունը հոգևոր աշխարհի մեջ։ Բայց մենք որոմի հետ այնքան սերտաճել ենք, չարի հետ, այդ մեղավոր բաներ հետ այնքան ենք սերտաճել, որ եթե Աստված սկսի մաքրել գործման աշխատանքները,
Ցավում եմ, դրանով մեզ էլ կսկսի վնասել։ Այդ իսկ պատճառով Աստված ցանկանում է, որպեսզի մեր հարաբերությունները այնքան առողջանան Տիրոջը հետ, այնքան հզորանանք, որ մեր կողքի որոնները սկսեն չորանալ, ոչնչանալ։ Ուրեմն արթուն եղեք։ Երբ ես վերջին անգամ ժամ տրամադրել սրտիցդ Աստծո սիրտ հարաբերությանդ, աղոթքին։ Ոչ թե աղոթք կարճ, 2-3 բառով, ինքան որ խիղճդ հանգստացնես ու ասես թե այսօր աղոթել եմ, ոչ, այլ երբ ես վերջին անգամ իրոք Տիրոջը առաջ եկել, սրտից սիրտ հարաբերություններ ունեցել նրա հետ, այնպիսի մի աղոթք, այնպիսի մի շփում, որ հոգիդ լցված լինի ուրախությամբ, լցված լինի ցնծությամբ, որ զգաս, որ Տերը մաքրեց, լվաց ու շարունակ հոգիդ թևածի նրա ներկայության մեջ։ Այսպիսի աղոթքի կարիք ունենք ես եւ դու, այսպիսի արթնացման, ու երբ որ այսպիսի աղոթքի են կանգնում, այս աղոթքը դառնում է մեր մոտ պահանջ, անընդհատ, շարունակ ուզում ես, փնտրում ես նրա հետ այդ հարաբերությունները։ Թարմացրու ուրեմն հարաբերությունները։ Հոգևոր աշխարհում զգոնության կարևորագույն նախապայմանը աղոթքն է։ Միայն խոնար սիրտ ունեցողի ծնկներն են ծռվում Աստծո առաջ։ Եթե դու վստահություն ունես քո անձիդ վրա, քո գիտելիքներիդ վրա, քո փորձառությանդ վրա, քո աղոթքդ լինելու ընդամենը բառ եւ տառ, բայց երբ որ հասկանում ես, որ սեփական ուժերովդ չես կարող պայքարել քո այգուտ մեջ ցանված որոմների դեմ, այն ժամանակ խոնարհությամբ ծռվում ես նրա առաջ, ընկնում ես նրա առաջ ու Տիրոջից զորություն ես խնդրում պայքարելու, եւ Աստված պիտի հաջողությամբ պսակի քո կյանքը ու քո պայքարը, ու այս անիծված հողից Աստված պտուղները բերելու, մեկի տեղ 30, մեկի տեղ 60, մեկի տեղ 100։ Տերը օրհնե ձեզ։ Հիշենք Զաքարիա մարգարեության խոսքերը. ուժով չէ, զորությամբ չէ, հապա իմ հոգիով է, Տերն ասում է։ Աստված օրհնե ձեզ իր փառքի համար, ամեն։ Մեր գլուխները խոնարհեցնենք աղոթքի համար։ Փառք, պատիվ ու գոհություն քեզ մեր երկնավոր Սուրբ Հայր։ Մարդասեր, մեր միակ ու ճշմարիտ Տերը։ Երկրպագում ու մեծարում ենք քո սուրբ ու պատվական անունով, Տեր, այսօր այս օրհնյալ հանդիպման ժամի համար։ Շնորհակալ ենք, ով Տեր, որ երկնքի պատուհանները բացեցիր ու մեզ օրհնեցիր հավիտենական կյանք ծնող քո խոսքերով։ Ու այսօր, ով Տեր, հայլուպես ամեն մեկից ցույց տվեցիր մեր վիճակները։ Ու հայցում ենք, որ դու լվաս, մաքրես մեզ, սրբես, ով Տեր, ամեն անիրավությունից, մեր մեղքերից, Տեր Աստված, ձերբազատես մեզ։ Դարձով ու ապաշխարությամբ, Տեր, արցունքով գալիս ենք քո առաջ ու խնդրում ենք, որ դու լվաս մեզ ու մաքրես։ Աղոթում եմ, ով Տեր, որ դու թակես բոլոր այն սրտերը, որոնք այսօր, ով Տեր, քո կարիքն ունեն։ Խնդրում եմ, որ դու մուտք գործես, Տեր։ Եվ եթե մեր մեջ կան անապաշխար սրտեր, անապաշխար հոգիներ, աղաչում եմ, այսօր ձեր սիրտը բացեք Տիրոջ առաջ։ Ընդունեք Հիսուսին ձեր կյանքից ներս։ Թույլ տվեք, որ նա գա այսօր քո կյանք, որպեսզի իր արքայություն հաստատի քո հոգուտ մեջ։ Եթե ապաշխարության այս աղոթքը քո սրտից է բխում, խոստովանության այս քայլը դու էլ արա, սրտանց Տիրոջը դիմելով, կրկնիր այս աղոթքը հոգիով ու ասա. Տեր Հիսուս, ես իմ հոգու դուռը բացում եմ քո առաջ։ Խնդրում եմ, որ դու ինձ ներես եւ լվաս ինձ բոլոր աներավություններիցս։ Ես ապաշխարում եմ իմ բոլոր մեղքերից, Տեր, ու քեզ եմ հանձնվում։ Հիմա եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։